Արստան էլի խոսքի մեր ընկերն է այդ հարցը շարժություն ձևակերպ է։ Էդի մեր համար անեց կա, թե օրինակ։ Էդի ավելի շուտ անեց կա, որ այդ հանքը կա ու մենք չենք ուզի, որ այդ անեցքները տարածի մնացած ասած վայ խնդիրները կա, կոնկրետ հələ էդի պետք է լուծի, որ իրան գնում են ուրիշ հանքեր բացելու։ Չէ, տենց մի ասեք, էդի մեր բախտը չի բերե։ Հա, ունենք հիմա այս բանին բացված հանքը, շահագործեն գոնե մարդավարի նորմալ, հա, այսինքն բնությանը, մարդկանց չվնասելու սկզբունքը փորձենք առավելագույնս հասցնենք։ Միևնույնն է, չեն կարող հասնել իդեալի։ Առավելագույնս փորձեն այդ քաղաքականությունը տենց անեն, հա, այդ իրանց ռազմավարությունը այդ ձևով, բայց խնդրում եմ ձեզ, մի ասեք, որ մեր բախտը բերել է։ Ոչ ոք բարոյական իրավունք չունի հանքի մեջ չապրելով եւ քաջանում չգտնվելով կարծիք արտահայտել եւ առավել եւս գնահատական տալ թե հիմա գոյություն ունեցող աշխատավարձները բավարար են այնտեղ արժանապատիվ ապրելու համար թե ոչ։ Հենց գործադուլի ժամանակ արդեն իսկ մենք տեսանք այդ մանիպուլյացիաները, որ այս ամեն ինչը ուղղորդված է, նույնիսկ տնօրենը իր ելույթի ժամանակ արտահայտեց այդ միտքը, որ ուղղորդված է։ Մենք էլ ճիշտ ասած դեռևս հələ մտածում ենք հասկանանք, տեսնենք որտեղից ենք ուղղորդված, որտեղ եւ KGB-ից ենք ուղղորդված, բանից բարձվում է, եւ պետություններ մեզ ուղղորդել այսօրվա պետական ապարատը առաջնորդող քաղաքական ուժը եւ բնապահպանները եւ չգիտեմ նույնիսկ մարդիկ կային ասում են որ Ադրբեջանն է կազմակերպել մի խոսքով բոլոր հնարավոր պիտակավորումները մենք ստացանք դե մենք էլ հələ մտածում ենք հասկանանք տեսնենք ով էր մեզ ուղղորդել բայց սա առաջին հերթին անարգանք է հենց աշխատավոր մարդկանց որովհետեւ իրանք մտածում են որ աշխատավոր մարդիկ չունեն բավականին գիտակցական մակարդակ, որ իրանք հստակ չեն կարող ձևակերպել իրանք շահը, էլի, այսինքն իրանք մտածում են, որ մեր գիտակցականը կամ մեր ինտելեկտը չի հերիքացնում, որպեսզի մենք հասկանանք, որ աշխատավարձը պետքա բարձրանա, որ աշխատանքային պայմանները պետքա արժանապատիվ լինեն եւ մնացած են պահանջների մասով բան անարգանք, մենք անհարգալից վերաբերում առնվազն, դե չգիտեմ, օգտվելով առիթից կարամ ասեմ, որ ինչպիսի բյուրեղյա մակրությամբ այս ամեն ինչը սկսվել էր, այդպիսի բյուրեղյա մակրությամբ էլ շարունակվում է, մեր օրակարգը հստակ ձևակերպված է, մեր շահը հստակ ձևակերպված է, դա սոցիալական արդարությունն է եւ Հայաստանի Հանրապետությունում աշխատավոր մարդիկ պետք է լինեն պաշտպանված եւ գնահատված։ Սա է, եթե կարճ։ Իսկ եթե մի քիչ ավելացնեմ այդ պիտակավորման հետ կապված, որքան է ցավալի չլինի իմ համար դա ասել, բայց մեր Հայաստանում իշխանական կողմին սատարողները պիտակավորվում են, որովհետև մենք բոլորս տեսնում ենք այ իշխանության անգործությունը, իշխանության այդ ոչ կոմպետենտ լինելը, բոլոր հարցերում, եւ իրանց այդ սատարումը պիտակավորվում է։ Նախ առաջինը մեր շարժումը քաղաքականության հետ ընդհանրապես կապ չուներ, քաղաքական ոչ մի երանգ չուներ, ու պիտակավորելով թե իշխանական ասեն, թե ընդդիմադիր, արդեն դա իմ համար պիտակավորում է, որ ուզում են այս շարժումը քաղաքականացնեն, դրսից էլի ասեն, որպեսզի մարդիկ մի քիչ հեռու մնան այդ շարժումից, այսինքն չաջակցեն։ Բայց այս պարագայում, այս վերջի դեպքերից հետ կապված, որ երբ մենք հասանք Երևան, հա, մենք մեր թմով եկանք հասանք Երևան, որպեսզի մասնակցենք այդ գաղափարախոսության քննարկմանը, որը մեր համար ոչ միայն առիթ էր ըստ այդ գաղափարախոսության հետ չհամաձայնվելու, հա, որը լիքը կետեր կան, որտեղ մենք համաձայն չենք, այլ նաև զուգահեռներ անցկացնենք մեր հենց իրական Հայաստանում, այդ մեր քաջանում կատարվածի հետ, այդ ամեն ինչը փորձում են պիտակավորել, որ շարժման մասնակիցները կամ այդ կազմակերպիչները իշխանական թևից ուղղորդված են, հա, իրանց այդ միֆը ասեմ, առեղծված ասեմ, որ իրանք ուզում են ռուսից խլեն տան Եվրոպացու, այսինքն անկապ մի հատ միտք են արտահայտում, որ ռուսից ուզում են խլեն, դե սեփականատերը բոլորը գիտեն, որ մի մաս 60%-ը պատկանում է Ռուսաստանի քաղաքացիներին, կոնկրետ անունների մա չեմ շեշտի, բայց պատկանում է Ռուսաստանի քաղաքացիներին 60%-ը, 21%-ը պատկանում է պետությանը, եւ այդ իրանք ինչ-որ միֆ են ստեղծել, որ իշխանությունը ուղղորդել այս ամեն ինչը, որպեսզի խլվի ռուսից եւ տա Եվրոպացու կամ ես չգիտեմ ում, ու այդ նույն ուժերն են անում, որը ես մի քիչ առաջ շեշտել եմ, որոնք կակրաս ում դուր չէր գալիս այդ քաջանում կատարված այդ համախմբումը։ Իրանց պետք է, հա, որ մեզ տեսնեն այդ պատկերում, հա, վարչապետի այդ հանդիպման եւ ասել են, տեսեք, իրանք հենց այդտեղից էլ ուղարկվել են այս ամեն ինչը կազմակերպելու համար։ Հույս ունեմ մարդիկ ավելի գիտակից կգտնվեն եւ կհասկանան, որ մեր այնտեղ գտնվելու իմաստը ու նպատակը մեր խնդիրները բարձրաձայնելն է, այլ ոչ թե ինչ-որ ուրիշ նպատակներ, այլ մեր կոնկրետ քաջանի հետ կապված մեր համայնքի այդ խնդիրները բարձրաձայնելն է, դա մեր գտնվելու պատճառը։
Հրավիրեցի վարչապետին մեր մոտ հանդիպման, հա, այսինքն մենք այնտեղ խումբ ունենք ձևավորված, ինքը դե իր էջում նշել է, որ 70-ականոց խումբը եթե ձևավորվի, ես ինքս կգամ, ես այդ առիթը բաց չթողեցի եւ ուզեցի, որպեսզի ինքը գա քաջարան եւ մենք տեղում կարողանանք ավելի անկաշկանդ ունենանք, հա, խոսակցություն, թե գաղափարախոսության մասին, որ կետերի հետ մենք համաձայն չենք, ինչ անհամաձայնություններ ենք մենք տեսնում, եւ թե ել եմ ասում անպայման զուգահեռ անցկացնենք մեր համայնքում կատարված։ Այսինքն իրական Հայաստանը ես միշտ էլ համարում եմ այդ իրականությունը, որտեղ ես ապրում եմ։ Զուգահեռ անցկացնենք այդ գաղափարախոսության, այդ իդեա է, հա, այդ իդեալի հետ եւ իրականում ինչա կատարում։ Այսինքն հող հետ համեմատենք եւ այդ խմբի ցանկը դեռ չեմ ուղարկել, քանի օր այս Երևան ենք, հա, հասնենք քաջարան այդ ցանկը կուղարկենք ու հյուրընկալենք վարչապետին, որպեսզի այդ բոլոր հարցերը բարձրացնի։ Տեսանք նաև այսպես կոչված քաղաքասարակության անտարբերությունը եւ տեսանք մամուլի, հա, այսպես ասենք, եւ լրագրողական համայնքի միակողմանի լուսաբանումը մարդիկ, ովքեր նույնիսկ հարկ չհամարեցին տեղում գալ իրավիճակին ծանոթացնելու, բայց նաև հայտարարություններ ծառացեցին կոնկրետ հանրային հեռուստատեսությունը երկու անգամ ապատեղեկատվություն է տարածել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ վաղվանից գնում ենք աշխատանքի։ Դա հստակ ճնշում էր, նաև հանրայինը, որը որ պետք է հանրային շահը սպասարկեր, մենք հասկանում ենք, որ այդտեղ կոնկրետ տեսնում ենք նաև եւ հենց այդ կոռուպցիան եւ ուղղորդվածությունը եւ քաղաքական կամքի բացակայությունը, որևէ կերպ խնդրին լուծում տալու։ Հիմա եթե կարելի է, ես կուզենայի մի փոքր sense վերլուծեինք թեկուզ երկու մակարդակով, ինձ թվում է նույնիսկ սա պահանջել է, որ ԶՊՄԿ-ի նման մեծ գործարանը, որը բյուջեաստեղծ եւ համայնքաստեղծ գործարան է, գոնե պետքա ունենար հակաճգնաժամային կառավարման մշակված մեխանիզմ։ Մենք տեսանք, որ 11 օր փաստորեն հնարավոր է, որ ԶՊՄԿ-ն կանգնի, նախ առաջինը ֆիքսենք այն փաստը, որ ԶՊՄԿ-ն օրը կարող է 400 միլիոնի վնաս կրել, բայց չբավարարվել իր աշխատանքների, իր աշխատավորների պահանջները։ Սա ֆիքսենք որպես փաստ։ Երկրորդը չկար հստակ մեխանիզմներ, թե ինչպես պետքա ճգնաժամային իրավիճակները հանգուցալուծվեն։ Նույնը նաև, որը որ ամենացավալին է, եւ մենք որպես Սյունիքում ապրող մարդիկ, ովքեր որ երևի թե պետք է որ ամենաաչալուրջը լինեն, հնարավոր, հա, ռազմական էսկալացիան, այսպես թե այնպես ենթադրվում է, որ Սյունիքում հնարավոր է որ լինի, պետությունը նույնպես չունի հստակ մեխանիզմներ, թե ինչպես պետք է արագ արձագանքի։ Ես առավել քան վստահ եմ, եթե պետությունը ունենար այդ արդեն իսկ հստակ մեխանիզմները մշակած, գործադուլի միջև գործադուլ չէր հասնի։ Նույնիսկ գործադուլի ընթացքում 11 օր կանգնելու ընթացքում մենք չտեսանք որևէ միջամտություն։ Հստակ 11-րդ օրը, նոր 10-րդ օրը ստացանք ազգային ժողովի պատգամավորների առաջարկը որևէ հանգուցալուծում տալու, եւ դա բնական է։ Եվ ես կարծում եմ, որ հանգուցալուծումը հենց եղավ եւ պայմանավորվածությունները ամենաբարձր այն մակարդակով, որը որ պետք է եւ լիներ, հա, սոցիալական գործընկերության 3 կողմերը, պետությունը իդեմս ազգային ժողովի պատգամավորների, քանի որ չենք մոռանում, որ մենք պարլամենտական հանրապետություն ենք, Արմիությունների կոնֆեդերացիան իդեմս աշխատավորների եւ գործադուն ձեռք բերվեցին այդ պայմանավորվածությունների, թե ինչպես իրականություն կդառնա այդ պայմանավորվածությունները եւ մենք տեսնում ենք հետընտացը, որ ձեռք բերված պայմանավորվածությունները իրականություն չեն դառնում, ճնշումները դեռևս շարունակում են եւ ֆինանսական ճնշումները եւ մարդկանց չբարձրացրելու այդ մեխանիզմը, նաեւ քննչական մարմինն է ակտիվ աշխատում, դեռևս մարդկանց հրավիրում են այն վարույթի ինքնիրավչության մասով վարույթի շրջանակներում է դեռևս մարդիկ հրավիրվում, չնայած նրան, որ խոստումներ եղան բոլոր կողմերից էլ, որ հետապնդումներ չեն լինելու։ Սա էլ այդ մթնոլորտի առումով ու մի տեսակ բնական է, որովհետև հենց մենեջմենթը այդ տրամաբանության վրա է կառուցված էլի, վախի ոչ թե խնդիրները լուծելու, այլ հենց վախի մթնոլորտով ճնշման միջոցով խնդիրները լուծելու։ Ես համոզվա այս 2 ամսվա ընթացքում, որ միջև պատերազմից սկսած, հա, միջև պատերազմելու այս հետևում եմ այդ լրահոսին, ամբողջ Հայաստանում ինչա կատարվում, ես համոզվա, որ ես ճիշտ կարծիքին էի լրագրողների այդ սպասարկող, հա, ինչ որ ուժերի սպասարկող հարցում, հա, այսինքն այն անկախ լրատվականները, որը կան, իմ համար մնաց նույն անկախը, մի քանիսը, այն մնացած ես տենց էլ տեսա, որ իրանք սպասարկում են իրանք շահեր, այսինքն իրանք ոչ փոխվել են, ոչ մի բան։ Եթե Արմիությունը իր գործառույթը կատարեր,
ես առավել քան համոզված եմ, որ մենք չենք հասնի այս ճգնաժամին, ճգնաժամ ասելով ի նկատի ունեմ գործադուլը։ Գործադուլը արվում է այն ժամանակ, երբ որ բոլոր ձեռքի տակ եղած գործիքակազմը սպառվում է, այսինքն որևէ հնարավորություն չկա ընդհանուր հայտարարի գալու։ Ինչ մենք պարզեցինք, որ Արմիությունը ընդհանրապես իր գործառույթը չի իրականացրել եւ չի իրականացնում մինչ օրս, եւ ըստ այդմ օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել Արմիությունը առողջացնելու։ Եվ գործատուների միությունը, հա, եւ Արմիությունը եւ նաեւ գործատուն իրենց վրա փաստորեն վերցրել են դատարանի, հա, այդպես գործառույթ, որը որ աբսուրդ է եւ հստակ տվել են որակավորում, հա, եւ վճիռ են կայացրել, որ գործադուլը անօրինական է։ Եվ նաեւ դրանից դրդված մենք լուրջ ժողովրդավարական process կազմակերպեցին գործադուլի ընթացքում, չեմ հիշում դուք այնտեղ եք թե չէ, տեղի ունեցան փակ ընտրություններ եւ ընտրությունների արդյունքում 2448 հոգի կողմ քվեարկեց գործադուլին եւ պահանջին աշխատավարձի բարձրացմանը, որը որ հենց ինքը տեղում է ժողովրդավարական process-ը։ Որ արմիութենական մարդու հետ խոսում ենք, իրանց համար աբսուրդ է, որ մեր արմիության ղեկավարը կանգնել էր գործատուի կողմը, հա, ու աբսուրդ, այսինքն դա որակավորվում է որպես, չգիտեմ, դուք չգիտեք դեղին արմիություն, չէ՞, ճիշտ եմ ասում, դեղին, այսինքն իրանց ջեբի արմիությունն է դա ստացվում, էլի, այսինքն իրանց համար օգտագործվող ֆիկտիվ, որպեսզի ինչ որ ներկայանա, որ ունենք մենք արմիություն, բայց ինքը իր գործառույթը ընդհանրապես չկատարե։ Առնվազն հենց այդ պարագայում այդ ոչ բարոյականներ, հա, որ ինքը նման հայտարարություն հայտարարեց, որ գործադուլը անօրինական է, որովհետև ինքը շատ լավ գիտի ինչ պայմաններում է մարդիկ աշխատում։ Նույնիսկ ել է, չգիտեմ, 50 հոգի է, 60 հոգի է հել այդ բանին ձեր անեն, մնացած ձեն չանում, իրանք հո լավ գիտեն ինչ պայմաններում է։ Կամ եթե չգիտեն, դա իրանց արդեն թերացումն է։ Պետք է ինքը գնա իր անդամների հետ ֆռա հասկանա ով ոնց է աշխատում։ Եթե ինքը չգիտի, բայց լավ էլ գիտեն, ուղղակի իրանք սպասարկում են այդ գործատուի շահերը։ Մեր այդ արմիությունը սպասարկում է կոնկրետ գործատուի շահերը, այսինքն ինքը աշխատավորի կողմից չէր խոսում։ Կոնֆեդերացիա նախագահան նույն հայտարարությունը նման տիպի հայտարարություն արեց, ինչի ես չեմ վրթոված իրանց հասցեին բան ասում, որտեղ նախ կոնֆեդերացիայի նախագահան տեղում չի եղել։ Կոնֆեդերացիա նախագահան երբ տեղում իրազեկվեց ինչա կատարվում, իր հայտարարությունը եթե դուք նայեք, փոխվել է լրիվ երանգը։ Իսկ մեր արմիության կողմից մենք ոչ երանգը տեսանք փոփոխության, ոչ էլ իր դեմքը տեսանք։ Գործադուլի էֆեկտներից ես կանդրադառնամ Ագարակի հանքին։ Մենք իմացանք, որ Ագարակի հանքի աշխատողները ստացել են պարգևավճար 30-ից 35 հազար դրամի կարգի, որը որ ողջունում եմ, բարովայել են։ Իսկ միջազգային ինչ-որ սոլիդարության նշույլներ կային, թե չէ։ Իհարկե, Վրաստանից ունենք եւ մենք նույնպես մեր սոլիդարությունը Շավարշը նաեւ հանրային կերպով հայտնել է եւ մենք սա այս շարժումը եւ օրակարգը դիտարկում ենք ոչ միայն ԶՊՄԿ-ի հետ կապված, հա, չնայած նրան որ մենք ապրում ենք Քաջարանում, բնականաբար առաջնահերթ խնդիրը մենք տեսնում ենք ԶՊՄԿ-ի հետ կապված, ընդհանրապես աշխատավորների իրավունքները Հայաստանի Հանրապետության, հա, դա մեր օրակարգի մեջ է, աշխատավորների իրավունքները։ Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի Հանրապետության մեծ մասը ի վերջո աշխատավորներն են եւ բոլոր ոլորտներում էլ աշխատավորների իրավունքները խախտվում են։ Նաև հիմա կապեր ենք հաստատում մեր հարևան երկրի հետ, Վրաստանի հետ, երևի թե շատ շուտով կայցելենք Վրաստան եւ տեղում արդեն կհասկանանք թե ինչպես ենք համագործակցելու։ Այս բանը sense կարամ ասեմ, օրինակ Ադրբեջանի հետ որքան էլ մենք ցանկանանք այդ սոլիդարությունը, մենք գիտենք իրանք ինչպիսի վարչակարգ է, դե հաստատված ու դե միավորումը շատ խնդիր ալնելու մարդկանց համար միավորումը։ Ես դրա համար խոսքի ինչքան էլ մենք այստեղ ուզենանք դա միավորում այդ գաղափարի շուրջ, այնտեղի բնակիչները չհաշված այս մեր բաժանարարը, այդ ամեն ինչ ինչ որ կատարվել է, իրանք ունեն միավորվելու խնդիր։ Մենք դա բարձ հասկանում ենք։ Իսկ այ Վրաստանը, որ մեր հարևանն է, ինքը այդ միավորվելու խնդիրը շուտ վաղուց լուծել է, այսինքն ինքը կարողացել է ստեղծել մի հատ վարչակարգ, այնպեսի մի հատ պայմաններում ապրում, որ իրանք այդ խնդիրը լուծել են։ Եվ իրանց այդ միավորվելը, այդ սոլիդարություն հայտնելը ստացվում է։ Մեր այդ մյուս հարևանի հետ իհարկե որքան էլ մենք ուզենք, որքան էլ լավ տրամադրվենք դա անհնար։ Այս բային հաստատ ես չեմ պատկերացնում։ Իսկ Իրանում, Թուրքիայում։ Այ Իրանի Թուրքիայի հետ դու պատկերացնում, այ հաստատստանք դու ոնց պատկերացնում։ Ես նույնիսկ հեռանկարում միանշանակ նաև Ադրբեջանի հետ եմ տեսնում, որովհետև ամեն ինչ անցողիկ է,
ընդեղ էլ լուրջ խնդիրներ կան եւ խոսքի ազատության հետ կապված, եւ ազատկամ արտահայտության հետ կապված, եւ միավորման իրավունքի իրացման հետ կապված, առավել եւս քան վստահ եմ, որ այնտեղ էլ աշխատավոր մարդիկ ունեն նույն հիմնախնդիրները, միգուցե ավելի շատ, քան մենք։ Եվ տեսնում եմ նաեւ այդ սոլիդարության հնարավորությունը եւ նույնիսկ անմիջական շփումները թեկուզ հենց երրորդ երկրի տարածքում չեմ բացառում, թե որքանով իրանք հարկ կհամարեն կամ կմիանան, ամեն դեպքում ես տեսնում եմ հեռանկարում, առավել եւս ինչ վերաբերվում է Իրանին եւ Թուրքիային, այնտեղ էլ արդեն կայացած կան աշխատավորական եւ շարժումներ, այնտեղ էլ արդեն կոնկրետ Թուրքիայի մասին է խոսքը, այնտեղ էլ կան պայքարող մարդիկ, ովքեր որ տևական ժամանակա պայքարում են, իհարկե միանշանակ բոլոր տեսակի համագործակցությունը առավել եւս տարածաշրջանային նաեւ պետքա լինի օրակարգում։ Մենեջերների աշխատավարձների մասին, երբ որ լսում ենք տեղում, ու ասում են միլիոններ են ստանում, ու տարբեր թվեր, չգիտեմ, 14 միլիոն, մարդ ասում 12, մարդ ասում 30, 40 եւ այլն։ Իսկ ձեր աշխատավարձները, բանվորների աշխատավարձները հանրայնացվեցին ու պարզվեց նույնիսկ այնտեղ մանիպուլյացիա կար, հա, եւ այլն։ Փաստորեն դառնում է, որ մեր աշխատավարձները կոմերցիոն գաղտնիք չի, բայց մենեջմենթի աշխատավարձները կոմերցիոն գաղտնիք չի։ Գաղտնիք է, բայց ամեն դեպքում հենց բաց հարթակը, որ ասում ենք, եւ երկխոսությունը կառուցողական հենց պետքա դրա վրա իմանալ լինի։ Ես ոնց իմաստել չեմ տեսնում դա թաքցնելը, առավել եւս եթե կասկածի տակ եք դնում, առավել եւս եթե հրապարակում եք ճիշտ է ոչ թե անձնավորված, բայց հաստիքի էլի։ Մենք կարող շատ ցանկալի կլիներ, որ մենք տեսնեինք նաեւ թե այդ մենեջմենթը թեկուզ միջինացված, թեկուզ հենց այդ ոչ թե անձնավորված, տեսնեինք թե ինչքան որքան իրանք են ստանում, էլի։ Այդ սոցիալական արդարությունը հենց դրա մասին է, որ ձերք բերված արդյունքը ինչ ձևա վերաբաշխվում։ Նենց էլ չի, որ այն որ ուզում ենք ուրիշների փողերը հաշվենք, բարով վայելենք, մենք մեր օրակարգը հստակ գիտենք, մենք ուզում ենք, որ մերը լինի արժանապատիվ։ Բարեկեցիկ կյանքի մասին խոսքեր չկա ընդհանրապես, գոնե արժանապատիվ։ Առաջի քայլով արժանապատիվ, հետո կմտածենք բարեկեցիկի մասին, էլի։ Նախ հստակեցնենք, թե ինչա քաղաքականությունը, եթե ինչ որտեղ երկու հոգի հանրային գործունեություն են ծավալում, դա արդեն իսկ քաղաքականություն է։ Քաղաքականությունը իր դասական, հա, բանով դա ապագան տնօրինելու արվեստ է։ Այդ տեսանկյունից իհարկե մերը հենց քաղաքական, հա, խնդիր ենք մենք բարձրաձայնել, ինչ վերաբերվում է ՀԿ-ներին եւ քաղաքական կուսակցությունների հետ, մենք ընդհանրապես խնդիր չենք տեսնում, եթե մեր օրակարգը նաեւ իրենց օրակարգն են համարում, պատրաստ ենք հանդիպել եւ քննարկել միանշանակ, քանի որ նաեւ մի հատ հիշենք, թե ինչու աշխատավորների իրավունքները Հայաստանի Հանրապետությունում գտնվում են այսպես անպաշտպան եւ այս վիճակում, որովհետեւ մի հատ վերհիշենք, թե ում ենք ուղղորդել, հա, բան արել, պատվիրակել ազգային ժողովում մեր իրավունքների պաշտպանությունը, դրանք կամ եղել են քրեա-օլիգարխիկ ծագումով գործատուներ, կամ էլ գործատուների շահերը սպասարկող մարդիկ։ Ակնհայտ է դառնում, որ ցանկալի է, որ ազգային ժողովում ներկայացված լինեն այնպիսի մարդիկ, ովքեր որ հենց անմիջապես պաշտպանելու են մեր շահերը եւ հանդես են գալու աշխատավորների շահերից։ Այս տեսանկյունից ընդհանրապես ոչ մի խնդիր չեմ տեսնում, բնականաբար, եւ նաեւ մենք հստակ գիտենք նաեւ այն գործիքը, թե ինչպես կարող ենք մենք ազդել քաղաքականության վրա, դա հենց արմիություններն են, որոնք որ բոլոր զարգացած երկրներում կայացած ինստիտուտներն են եւ ոչինչ մեզ չի խանգարում նաեւ հենց արմիությունների միջոցով, արմիութենական շարժման միջոցով ազդել քաղաքականության վրա։ Նենց չի որ մենք ոչ թե քաղաքականությամբ զբաղվենք, հենց պարտադրենք քաղաքական օրակարգը, էլի, քաղաքականությամբ զբաղվողներին եւ քաղաքական հայտ ներկայացնողներին պարտադրենք, որովհետեւ արմիութենական շարժումը շատ հզոր շարժում է եւ առողջացման հետևանքով միանշանակ ազդելու է նաեւ քաղաքականության վրա։ Նաեւ չմոռանանք, որ հենց սոցիալական, հա, սոցիալ-դեմոկրատական ուղղությունը ընդհանրապես ձախ գաղափարախոսությունը քաղաքական մեր կյանքում այդպես էլ չկայացավ եւ հենա մենք նախադրյալները ստեղծում ենք, թող կայանա։ Կուսակցական այս Հայաստանում հասկացող քաղաքականության մասին, հա, որքան էլ թարմը միս տեսնան, մենք ինչքան էլ դրա մեջ չենք եղել, հա, մենք միևնույն ունենք կյանքի փորձ եւ այն մարդիկ չենք, հա, որ մեզ կարան օգտագործեն։ Մենք ունենք կյանքի փորձ, մենք հասկանում ենք ով, ինչի համար է շարժում ու մենք տեսել ենք մենք Հայաստանում, жизнь не для слепых, а извините на русском։ Հենց տենց կարելի ասել, ուզում ասեմ, որ մենք հասկանում ենք ով, ինչի համար է մոտիկանում։ Պատրաստ ենք լսելու ասած Վահեի, բայց մենք լավ տեսել ենք
որ ապրում ենք Հայաստանում, մենք գիտենք ով ինչի համար է շարժվել ու ինչ արել։ Այդ քաղաքական դաշտում նկատի ունեմ։ Ինչի եք հենց հիմա, այսինքն այսքան տարի վախեցել եք, վախենալու եք, չգիտեմ, ըստ նախկիններ, չէ՞ մաֆիայից եք վախում, ոչ ինչի հենց հիմա, ուրեմն չի կարող ուղղորդված չլինի, որովհետև հանքը հենց գործ այդ հենց փողերի հետ է կապված, որ ուղղակի ձեզ կսպանեին կամ չգիտեմ ուրիշ ձև ձեզ կվռնդեին դերից, այդ ոնց է եկել դուխը հերիքել է, մարդիկ ելել են փողոց։ Կուտակվել է այդ ամեն ինչը, հասել դրան, բայց նախադրյալներ կա 18, 17, 16, 15, 4 ամեն ժամանակ, այսինքն այդ պայմանները շատ վաղուց է այդ ձև, այսինքն մարդիկ, որ անմարդկային պայմաններով աշխատում են, էքսպլուատացիա անում այդ մարդկանց աշխատանքը, նախադրյալներ կան։ Ուղղակի 18 թվականից հետո հավատացեք փոխվել է շատ բան, այսինքն իմ կարծիքով, այսինքն այդ մարդկանց խոսելը կա արդեն, այսինքն կարողացան խոսեն։ Հետո անցավ ժամանակը 5-6 տարի դրանից հետո էլ անցե, այսինքն քաջանում այդ ուժերը, որոնք ասենց ասեմ սպասարկում էին այն մնացած տերերին, հա, նախկին ով կար, իրենց դիրքն էլ, հա, իրենց այդ ձեռը մարդկանց վրա պահելու ուժն էլ է թուլացել, որովհետև կար 21 թվականի ընտրություն, որտեղ ուժեր կային, որ սպասարկում էին նախկին այդ մեր այդ քրեա օլիգարխիկ, հա, այդ մեր այդ նախկիներին սպասարկողները, իրանք այդ ժամանակ էլ տարան պարտություն, այդ պարտությունը այդ ընտրություններում ես հիմա էլի չեմ ուզում քաղաքական, հա, քաղաքականացնեմ, ասեմ, դե լավ է որ 21-ին ես մեկ, չէ, ես այդ նկատի չունեմ, ես նկատի ունեմ որ 21 թվականին իրանց պարտությունից հետո իրանց այդ ուժն էլ որ կարող էին ձեռը պահեն մարդկանց վրա, այդ էլ թուլացավ։ Ու արդեն մի քանի անգամ որ թուլանում է իրանց ուժը, մարդիկ էլ նենց չի, հա, որ 21 թվականին իրանց ուժը թուլացավ, միանգամից լներ այդ գործադուլը, չէ, մարդիկ այդ մի 3-4 տարվա ընթացքում միավորվան, այդ խոսում են, այսինքն այդ ամեն ինչը պետք է ժամանակ, հա, որ այդ ձայն ու բացի դրանից էլ կար փոփոխություն նաև։ Մենք 21 թվականին մենք տեսանք, որ պետությունը դարավ մասնաբաժին, հա, մասնաբաժին ունեցավ, այդ էլ մարդկանց մոտ ակնկալիք է, որ ահա, հեսա եկավ կառավարությունը, փոփոխություն է կլինի։ Մենք խոստումներ տեսանք, բայց խոստումները, որը տեսանք, չկատարվեց, նոր այդ գործատուները գործելավոճը նույն ձևի թողեցին, հա, դե մի անգամ փորձեցին վարձատրել միջինը բարձր, այդ ես չգիտեմ ինչ պահեր, որ տենց մտածեցին վարձատրեն, ու հետո էլ անցան էլի հին վարձատրության միջինի, այսինքն կոեֆիցիենտը բարձր չէ գործակիցը, ու մարդկանց մոտ է դժգոհություն, այսինքն չարդարացավ այն հույսը, որ հեսա կփոխվի, այսինքն նրանք սպասում են, դե իհարկե էլ բերես նրան, որ 25 թվականի փետրվարին 31-ին ավելի հունվարի մարդիկ իրանց բողոքի ձայնը այդ ձև արտահայտել։ Դուք ասացիք 18 թիվը, բայց նաև ես որ այնտեղ էի անդադ մտածում էի, հետաքրքիր է ինչի ազդեցություն ունի նաև պատերազմը։ Մարդիկ հստակ գիտակցում են, որ իրենք ապրելով այդ համայնքում, փաստացի հանքի մեջ պետք է արժանապատիվ ապրեն եւ տերս գան իրանց երկրին, որ գնան իրանց երկիրը պաշտպանելու։ Դա չի լինում, էլի մենք կարանք նույնիսկ նաեւ զուգահեռներ անցկացնենք Արցախի հետ։ Մենք գիտենք, որ այնտեղ էլ հասարակությունը շատ ճնշված էր եւ այդ հանքարդյունաբերությունից եւ տնտեսական գործունեությունից շատ քիչ մասնաբաժիններ հասնում հենց սովորականը եւ աշխատավորներին եւ բնակիչներին։ Մենք չենք ուզում, որ այդպես լինի, չենք ուզում այդ անցյալի սխալները կրկնենք։ Top մենեջերներից ոչ մեկը քաջարանցու կամ կապանցու հետ ինչ որ կաֆեում չի նստել, կոֆե չի խմել, չի էլ ճանաչում այդ մարդիկ ովքեր են, ով ինչ անցյալ ունի, ով ինչ խնդիրներ ունի, ու կտրվածությունը իրականությունից իհարկե կա, որովհետև top մենեջերները ոչ քաջարանից են, մի մասն էլ ընդհանրապես Ռուսաստանի քաղաքացիներ են, բնականաբար ինքը չի կարայել մարդկային տեսանկյունից էլ սրտացավ չի քո խնդիրների հանդեպ։ Իր խնդիրը ուրիշ է, մաքսիմալ շահ գեներացնել, որտեղ բոլորն էլ հասկանում են, որ բոլորն է ժամանակավոր են, էլի։ Դրա համար հենց ներդրումները անում է ոչ թե մարդկային կապիտալի մեջ, այլ արվում է արտադրական հզորությունների մեջ։ Ու նաև բանակցությունների ընթացքում մի քանի անգամ շեշտվեց դա, մենք ասում ենք լավ, օքեյ, անում եք արտադրական հզորություններ, ձեր համար եք անում, ձեր շահույթի համար եք անում, նենց չէ, էլի, մեզ դրանից ինչ օգուտ պետք է լինի։ Մենք ազդակիր համայնքի բնակիչներ են, մենք էլ ուզում ենք մեր չափաբաժինը վերցնենք ու որպես հեռանկար միանշանակ համայնքը պետքա նաև ունենա իր մասնաբաժինը ԶՊՄԿ-ի, հա, փաթեթով։ Առնվազն մենք այդ 50,000 դրամը կարող ենք գեներացնել եւ գնել 12.5%-ը, ինչպես տեսանք, որ դա եղել է արդեն անցյալում, ոչ վաղ անցյալում 50,000 դրամով 12.5% էին գնել։ Մենք էլ կարանք այդ 50,000 դրամը հավաքենք, էլի։
Սոցիալական պատասխանատվության տեսանկյունից իհարկե մենք տեսնում ենք, որ ԶՊՄԿ-ն եւ սպորտի մեջ է ներդրումներ անում, հա, բավականին սպորտի առումով բավականին զարգացած է, բայց չգիտես թե ինչու, ասենք այլ մասնագիտությունների մեջ, օրինակ, հա, որը որ մարդուն հնարավորություն կտա ոչ թե ԶՊՄԿ-ում աշխատել, այլ հենց իր տանը նստած, այսօր 21-րդ դարում ենք ապրում, թվային մասնագիտություններ ձեռք բերելով կարող է իր գումարը աշխատել, այդ գիտության եւ կրթության մեջ հենց կոնկրետ ազդագիր համայնքներում այդ ներդրումները ցավոք սրտի չենք տեսնում։ Որը որ ինձ թվում է ինձ մեխը պետք է լիներ, էլի։ Եվ ես ենթադրում եմ, որ այստեղ շահերի բախում կա, ԶՊՄԿ-ին պետք են հենց բանվորներ, էլի, ովքեր որ պետք էլ չի, որ այդքան խելացի լինեն կամ էլ իրավագիտակից։ Դրա համար նաև անհրաժեշտություն առաջանում, որ այդպիսի ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող գործարանը իմ պատկերացմամբ պետքա հենց փաթեթը 50+1-ը լինի պետության ձեռքում։ Դա չի նշանակում, որ պետությունը կառավարի, բայց դա կլինի ցանկալի արդյունքը, էլի։ Որպես հեռահար նպատակ։ Համայնքն էլ է մտնում այդ պետության մեջ։ Ուրեմն կարա 28-ը համայնքին պատկանա, 22-ն էլ ունենա պետությունը ու կլինի պետությանը։ Երկու ազդակիր համայնքներ։ Որովհետև ամենամեծ ցավը ամեն դեպքում այդ որ ասում եք, էլի, ես ասում եմ, խնդրում եմ, ես նեղում եմ, որ ասում եք մեր բախտը բերել է, մեր բախտը չի բերել։ Մեր բախտը չի բերել, մենք կորցնում ենք վաղ, մարդիկ մենանում են, քաղցկեղ չլինի, լիքը հարցեր կա։ Մեր համայնքը առնվազն պետք է իրան ֆինանսապես, հա, ապահովի այն պահով, ոչ թե, հա, գումարն է ինձ պետք, չէ, ինձ պետք է, որպես ես կարողանամ առողջական խնդիրները լուծեմ։ Իսկ այդ մարդիկ, այդ քաղցկեղը, մենք Հայաստանում չենք կարող քաղցկեղը լուծել, հա, բուժենք։ Մենք մարդկանց պետք է ուղղագրենք արտասահման, ցավոք սրտի, մենք չունենք այդ բժշկությունը, այդ ուրիշ խնդիր է, դրա մասին չէ։ Հիմա այդ համայնքի, չգիտեմ, համայնքը ոնց պետք է իր ԶՊՄԿ-ն չի ուղեգրելու, այսինքն համայնքը ոնց պետք է իր բնակչին ուղեգրի, ես չգիտեմ, Իսրայելը լինի թե Եվրոպա լինի բուժման քաղցկեղի։ Իհարկե պետք է մեծ ֆինանսական միջոցներ, ֆինանսական միջոցները կան։ Ուղղակի տերն է սխալմամբ ուրիշը հլավոր։ Ես էլ կասեի մի փոքր հակառակը ոչ թե ուղեգրենք, այլ տեղում դա օբյեկտիվ անհրաժեշտություն է, որ տեղի բնակիչներին պետք է հասանել լինի շատ որակյալ առողջապահություն եւ շատ որակյալ կրթություն։ Առնվազն մեծամտություն չլինի, բայց մենք հո գիտենք, թե ինչ մենք ներդրում ունենք, հա, այս երկրի տնտեսության մեջ եւ բյուջեի կազմավորման մեջ մի տեսակ անփոխադարձ սիրո պատմություն է դառնում, էլի։ Մենք սիրում ենք ձեզ, բայց դուք մեզ այդքան էլ չեք սիրում, այդ մի 2 կոպեկը, որը որ գալիս է սուբվենցիոն ծրագրերով, դա հաստատ այն գումարը չի կամ այն ներդրումը չի, որը որ մենք ակնկալում ենք, էլի։ Էլ չեմ ասում համաչափ զարգացման խնդիրը, որը որ համար առաջի խնդիրներից մեկն է։ 2004 թվական ես երեխա 14 տարեկան գնում եմ վերջի ճամբարի սեզոնը փակման, այսինքն 2004 թվականից ի վեր ճամբարը չի աշխատում։ Ճամբարին կից ունենք պրոֆիլակտորիա կոչում, որտեղ հիմա ներկայապահին բնակվում են տոպ մենեջերները, ղեկավարները, այսինքն որ գա քաջան, եկել եք դուք արդեն, այնտեղ շատ հրաշք բնություն կա այդտեղ, այդ անտառները, այդ ամեն ինչը այնտեղ հրաշք է, ստեղծված է իրոքից իմ անկությունս, այնտեղ շատ լավ անցավ է, այդ մի շաբաթ էի, որ գնում կտրվում էի տնից, ես իմ ընկերներից հետ, ու բացի իմ քաջանի ընկերները մենք կարող ենք ղափանի են, մնացած այդ շփվում ենք, այսինքն այդ էլ էր կապեր էր ստեղծում, որը շատ կարևոր է գալիս մարդիկ, շատ կարևոր բաներ ու այնքան ցավոտ է, ով եմ ասում, որ մենք չունենք այդ հնարավորությունը, այսինքն այդ ճամբարի շենքերը բլված վիճակում է, այդ աշխից քանդելել են, ես վերջան կշտոյանից չէի գնացել, դե որ գնացել դե սիրտդ կցավա, կհուզեմ չեմ գնում, ու պրոֆիլակտորիանը կողքն ես տեսնում, որտեղ բնակվում են, նույն էլ, այսինքն նույն աշխից ինչքան ես գիտեմ, նույն ձևով կառուցված շենքերը ճամբարի նման, որտեղ բնակվում են մեր այդ հարգարժան գործատուները, հա, այդ ով որ ընդ աշխատում է, տոպ մենեջերները ընդ են բնակվում, այսինքն իրանց այդ օֆիսը ընդ են դրել ու շատ այդ ոնց ցուցադրական առամարանքա իմ որպես քաջան ու բնակող քաղաքացու հանդեպ, որ առամարական է, որ ինձնից խլեցին այդ իմ ճամբարը, իմ համար դա ցավոտ է, ոնց որ կներեք, էլի թքեք ես մարդկանց դեմքին չի լինի տենց անել, ոնք տենց անում ճամբար երեխեքից վերցեցիք, որտեվ բոլոր քաջանցին ում խոսում եք, իրանք այնց լավ իմ պակալ, իմ տարիքս է, այդ 90-ականներից հետո, չգիտեմ 80-անի, 90-ական, իրանք այնց լավ հուշեր ունեն այդ ճամբարից։ Չեք պատկերացնում ինչ լավ հուշեր կա։ Իսկ մարդիկ սիրով են հուշում, հիմա իրանք երեխեքը զրկված են դրանից։ Դա հավոր է ու չգիտեմ,
Գտել այդ, հենց հարցը որ պետք է անպայման հասնենք նրան, որ երեխեքը Հա, գնան։ օբյեկտիվ անհրաժեշտություն է, բնականաբար այդ ճամբարը եւ վերականգնել եւ վերադարձնել համայնքին։ Դա օբյեկտիվ անհրաժեշտություն է, որովհետեւ բազմաթիվ խնդիրներ կան եւ հենց այդ նույն կրթական process-ները կարելի է այդտեղ կազմակերպել, ինչու ոչ, եւ բնականաբար իզուր չի սովետական ժամանակաշրջանում այդ պրոֆիլոկտորիա ասվածը ստեղծվել, որը որ պետքա հենց զբաղվեր մարդկանց բոլորս հասկանում ենք, չէ՞ որ հանքարդյունաբերության ընթացքում վնաս է հասցվում մարդու առողջությանը։ Եվ ոչ թե մենք պայքարենք այդ հետևանքների հետ ապահովագրական ինչ-որ բաներով, այդ ծախսերը ուղղակի կանխարգելիչ պետքա լինի, բնականաբար, կանխարգելիչ, այդ հետևանքների հետ պայքարը դա այտենց փակուղի տանող բան է, էլի։ Մի հատ էլ բան է, էլի, ոնց որ մարդկանց գումարները մի հատ էլ տեղով ֆրցնելու, առողջապահության համակարգը հարստացնելու, ու ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում առողջապահությունը պետքա լինի հասանելի եւ կանխարգելիչ։ Ես ինձ հիմա աշխատանքից դուրս, որ զբաղվում եմ նման գործունեությամբ, այսինքն ավելի շատ հասարակականից ավելի լավ եմ զգում, եթե անկեղծ։ Այդ ԶՊՄԿ-ում գտնվելով ես այն չէի, ինչ որ հիմա կամ, այսինքն ես ինչ որ կապանքների մեջ էի, բայց սկզբունքի հարց է, որ ես պետք է վերականգնեմ, հա, արդեն հետո իմ դիմումից համաձայն ես դուրս գամ, բայց դա սկզբունքի հարց է։ Բայց ոնց դուրս գաս։ Եթե ինձ հնարավորություն չտան, ես իմ, այսինքն ի պաշտոնը, եթե ես հնարավորություն ունենամ այլ գործառույթ կատարեմ, միգուցե ես դիտարկեմ այդ, հա, որ մնամ, բայց չէ, երևի թե դուրս գամ։ Նման առաջարկ դժվար էլ թե լինի, բայց եթե ի պաշտոնը ես հնարավորություն ունենամ աշխատավորների համար, այսինքն իմ ընդդեմ աշխատավորների համար ավելի մեծ գործունեություն ծավալեմ հենց ԶՊՄԿ ներսում, մեծ սիրով կընդունեմ որոշ ժամանակ, հա, որպեսզի ձևը ցույց տամ գոնե ոնց անեն։